հոգևորականի կողմից դուք թիրախավորում եք եւ եկեք արձանագրենք հարգելի գործընկերներ, որ վիրավորեցիք եւ ես չեմ ընդունում Կտրիչ Ներսիսյան անունը այդտեղ բարձր որ դուք ասում եք fake պատարակ, այդ ինչ խոսալուց է, դուք քաղաքացիների եք վիրավորում եւ քաղաքացիների ընկալումները առ Աստված եւ առ հայ առաքելական եկեղեցի դուք վիրավորում եք այդ մարդկանց, հարյուրավոր քաղաքացիներ էին ներկա, որևէ պաշտոն չզբաղեցնող մարդիկ, պարզապես քաղաքացիներ, ովքեր եկել էին ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու, սա խնդրում եմ արձանագրեք եւ հետեւություն այո, ներքին գործերի եւ անվտանգության ավտոբուսներով բազմագույն բերետավորները նշում են դուք վիրավորում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր պարզապես ներկա են եւ ես չեմ ուզում Հանձնաժողովի նիստերին էլ կհասցնենք, այս մարդկանց տեսնենք, եթե հարցեր չկա, բայց չէ լավ, հանուն արդարության Տիկին Գալստյանը իմ կարծիքով ասում է կեղծ, այդքան վիրավորական չի, որտեվ կարծես թե եկեղեցին ավելի վատ բառեր ասեն, դա երեփխծություն է, թե ինչ, չգիտեմ։ Եկեղեցին չէր ասել, ոնց որ եկեղեցին ասել, փխծությունը, ինչև է, լավ, ամենայն դեպս, բայց ընդունեք, էլի ձեր կարծիքը կեղծ է, ինչ որ մարդկանց կարծիքով էլ կեղծ չի, հիմա չէիք ասում կարգալույց, ասում եք fake պատարակ, հիմա ասում եք կարգալույց, հա, օքեյ։ Շատ լավ, ես օրինակ ասեցի իմ կարծիքը Տիկին Գալստյան, էլի, ես կարծում եմ, տենց չգիտեմ, եթե ինչ-որ մեկը իմ համար կարաղոթի, ինձ մեկ է, ինքը կարգալույց է, կներեք, չգիտեմ, չինացի է, հայ է, ռուս է, եթե իմ համար աղոթում է, շնորհակալ եմ իրան, ինչ տարբերություն է, կարգալույց է, թե կարգալույց չի, էլի, այդ իմ անձնական կարծիքն է։ Ասեցի մենք հանձնաժողովում ես էլ ազգային ժողովն եմ։ Այդպես չի լինում, այդ ինստիտուտը հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնադրությունը, ինքը ունի իր ճանաչելիությունը, ինքը ունի իր կարգը, սա կարգալույց է, թե ոչ։ Կարգալույց է, ուրեմն ինքը կեղծ է։ Եթե դուք այլ աղանդ եք ստեղծել, որ ընդունում եք դա, ես հարց չունեմ, բայց դա չի կարող պատարակ մատուցել որևէ հոգևորական, որը կարգալույց է եղել են ինստիտուտի կողմից, ոնց որ վաղը միսօրը ես այլևս մանդատ չունենամ, բայց շարունակեմ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակով գնալ վեհաժողովների եւ ելույթներ ունենամ, ես կմնամ անձ, ինստիտուտը չեմ ներկայացնի, այնքան պրիմիտիվ բաների մասին ենք խոսում, իսկ եթե դուք ստեղծել եք առանձին աղանդ, որը հանդուրժում է այդպիսի ծեսերը, արեք ծեսերը Աստծո, գնացեք ալիքներ էլ բացեք, եթեր թողարկեք, բայց այս պահին ունենք առաքելական եկեղեցի, որը նրանք կարգալույց է հասկացա, ընդունելի է, շատ լավ, ձեր կարծիքը ընդունելի է, ուղղակի մինչև վերջ չեք կարող ինձ ասել, թե այս խոսակցությունն ենք ունեցել, աղանդը ինչ է, որտեվ եթե ձեր համար աղանդը այն ինչ է, որ հայ առաքելական եկեղեցուց դուրս է, ուրեմն այստեղ այնքան կխոսեմ, որ այդ մասին կխոսենք հանձնաժողովի նիստում, թե ինչ է աղանդը։ Հաջորդ հանձնաժողովի նիստին խոսենք աղանդների մասին, որտեղ ձեր շրջապատի շատ մարդիկ, որ աղանդներից են խոսում եւ որակում են, որ ինչ որ բան աղանդ է, ես տեսել եմ ձեր ասած Գարեգին երկրորդի հետ ձեր սեղմումով հաց ուտելուց եւ իրենց աջակցելուց, այսինքն մեկ ասում եք, որ այն ինչը հայ առաքելական եկեղեցուց դուրս է, դա աղանդ է, մեկը տեսնում ենք այդ մարդիկ իրար հետ են։ Շատ ներողություն։ Հավայ կներեք, մոռացել եք որ դուք եք։ Հա, գնամ։ Չէ։ Ուրեմն շողակաթի մասին պարոն Հակոբյանի ելույթի ժամանակ հարցեր հնչեցին, այնքան տարվեցիք դավանաբանական ուրեմն երկխոսությամբ, որ շողակաթը մոռացանք իրականում, ես կուզեի մի քանի արձագանք այդ թեմային անել, պարոն Գաբրիելյան, որ ասում եք օրենսդրական նախաձեռնությունը չի կաշկանդում ունենալ հոգևոր մշակութային ալիք, այո, դա այդպես է, դա բավականին ճկուն քայլ է եւ շատ ուրախ ենք դրա համար, որ չի սահմանափակում, բայց շողակաթի գործունեությունը մեր պատկերացմամբ կսահմանափակվի այն պահին, երբ որ պետական ֆինանսավորում չի լինի։ Եվ այդտեղ մենք որոշակի խնդիրների ենք բախվելու եւ այդ խնդիրները հանրային հեռարձակողի խորհուրդը չէ, որ պիտի լուծի։ Սա մեկ, երկրորդ ինչ էի ուզում ասել։ Կներեք, ով պետք է լուծի։ Դուք պատկասում եք 260 միլիոն դրամ տարեկան Նարեկին տան Կիրակոսյան ինչ հեռարձակում։ Ես չգիտեմ, դուք որ ասում եք տարեկան 260 կամ 200 միլիոն 20 միլիոն այդ գումարը այնուամենայնիվ հանրային հեռարձակողները եւ հանրային հեռուստատեսությունը եւ հանրային ռադիոն դուք ինչ որ 13 միլիարդի մասին ասեցիք, որը ինձ համար անհասկանալի թիվ է, ես չգիտեմ այդ որտեղից ի հայտ եկավ այդ թիվը եւ ինչու դա հնչեցիք։ Որովհետև ես ներկայացրի կոնկրետ բյուջեն, ինչ ուրեմն բան ունի բաղկացուցիչներ հանրային
Հա, չգիտեմ այդ որտեղից, բայց եթե հանրային հոգևոր մշակութային ալիքի ֆինանսավորումը դադարեցվի, բնականաբար պիտի այլ աղբյուրներից ուրեմն ֆինանսավորվի այդ ալիքը եւ շարունակի իր գործունեությունը կամ չշարունակի, ես չգիտեմ։ Այնուամենայնիվ ուզում եմ ասել, այս ամբողջ պատմության ակունքում հետեւյալ իրողությունն է, որ դուք այդքան սիրում եք կրկնել այդ գումար տալը շողակաթին, բայց դա չնչին ուրեմն գումար է այդ ալիքի գոյությունը պահպանելու համար։ Կներեք մի ուղում էլի, որևէ մեկը չի տվել շողակաթին գումար, այդ դուք եք տվել շողակաթին գումար։ Չէ, պետություն։ Եվ ինչպես ճիշտ պարոն Հակոբյանը ձեր գործընկերը ասեց, մի օր կարող է ձեր հետևից գան եւ ասեն ինչ եք առանց մրցույթի, այսպես մի քանի 100 միլիոն տալիս ինչ որ մեկին։ Դուք նույն գործն եք արել։ Այնպես որ չէ, ես որևէ մեկին գումար չեմ տվել եւ որևէ մեկից չեմ բան։ Անդարփինյան Գալստյան թվել եք հնչեցնում, որ այստեղ բանը էլի ինչ 600,000-ը ինչ է։ 600,000-ը 600,000։ Ո՞վ է տալիս այդ գումարը։ Ինչ։ Ես հասկանում եմ, որ դուք լսել եք, որ ազգային ժողովը մեզ մինչև 3.5 դալի չտվել է, բայց եկեք դուք չգիտեք այդ 600,000-ը ինչի համար է, ով է տալիս։ Ես ասեմ, էլի ներողություն, առավել եւս, որ դա չնչին գումար է, ինչ եք ուզում։ Այդ չնչին գումարը չեք կարողանում։ Չէ, եթե մենք ուզում ենք այսինքն 16 միլիոն դոլար, ինչ 16, 22 միլիոն դոլար բյուջե ունեք ու ասում եք, բան, 200 միլիոն դրամը, որ վերացավ, այդ 500 մենք վրցանք։ Այսինքն ուրեմն անարդյունավետ եք կարող, եթե 22 ոնց է, 8 քանի միլիարդ չեք ասում։ Այո։ Բայց քանի միլիոն դոլար է անում։ Դուք ճիշտ եք ասում թվերը, բայց ցավը տանում 25 միլիոն դոլար փող եք ստանում ամեն տարի, եկել ասում եք 200 միլիոն որ չեղավ, որ վերջ Հայաստանի մշակույթը կկորի։ Ասում եք եւ տպավորություն եք ստեղծում, թե դա ինչ որ մի հատ հսկայական գումար է, որը, չգիտեմ, եսի ինչ է, դուք եկեք համեմատեք այդ գումարը նույն եվրոպական երկրների հերթակողների գումարի հետ։ Ես դες լսեցի, բայց եթե 25 միլիոն դոլարը հսկայական գումար չի, Այո, ես մաթեմատիկայից մի քիչ ուժեղ եմ, էլի։ Ուրեմն 200 միլիոն դրամը առավել եւս մեծ գումար չի։ Եթե 25 միլիոն դոլարը ձեր համար տենց մի գումար չի, 200 միլիոն դրամը ինձ թվում է այդ 500,000 դոլարը միլիոնը հանրային հերոստանգելություն պահելու համար չնչին գումար է։ Всё։ Այդտեղ համաձայն եմ, չնչին Պարոն գումար։ Մովսիսյան, դուք համաձայն եք, որ ձեր բյուջեն ահռելի է։ Տիկին Գալստյան կներեք էլի մասնավոր։ Պարոն Մովսիսյան, ահռելի է ձեր բյուջեն։ Ինչի՞ կեսը չեք վերադարձնում բյուջեն։ Ձեր բյուջեն ահռելի է այդքան։ Ներողություն խնդրում էլի, բայց այստեղ դուք ազգային ժողովում եք, սա բյուջեի քննարկումը։ Ես եմ հարցեր տալիս կամ ձեզ հնարավորություն կտամ, պարոն Մովսիսյանին դուք խորհրդի նախագահ եք, կարող եք կանչել այդ հարցերը տալ, էլի։ Ես այլ բան եմ ասում, ես չեմ ասում հսկա թե հսկա չի։ Դուք ասում եք 25 միլիոն դոլարը ինչ գումար է։ Ես էլ ասում եմ ձեր ցավը տանեմ, առավել եւս եթե 25 միլիոն դոլարը ինչ գումար է։ Դե պատկերացրեք 400,000 դոլար ինչ չնչին գումար է ուրեմն, էլի։ Իմ ասածն էլ է այդ ասում եմ, որտեվ դուք եք ասում 25, ես եղել է տարի, որ 10 միլիարդից ավել է եղել ձեր բյուջեն։ Ես չգիտեմ։ Դե դուք չգիտեք, ես գիտեմ։ Մանկական Եվրատեսիլի հետ էր կապված։ Ես այդ 13 միլիարդի որ ասում էի, որ գնաք նայեք, տեսնեք տարի ենք ունեցել, որ Գաբրիելյան, իմ ասելիքը հետեւյալն է, որ եթե մենք ինչ որ թիվ ենք հնչեցնում, դա պետք է բարի լինենք համեմատել մյուս երկրների համապատասխան կառույցների բյուջեների հետ։ Եվ այս պարագայում մենք վերջից երրորդ տեղն ենք կարծեմ Եվրոպայում։ Այնպես որ ես դրա համար եմ ասում մի մեծ Ինչ։ Չի երկուսը ովքեր են ասում։